Բարի առավոտ, սիրելի հեռուստադիտողներ, Կոտայք TV-ն սկսում է իր առավոտյան ծրագիրը։ Բոլորիդ մաղթում եմ դրական հույզերով լի օր եւ լավ առավոտ։ Այսօր նշեմ, որ նշվում է Դաունի համաշխարհային օրը։ Այսօրը ստեղծվել է Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց իրավունքները հասարակության մեջ եւ նրանց լիարժեք ներգրավվածությունը խթանելու համար։ Այսօր մենք կրկին անդրադառնալու ենք այս թեմային, մեր հյուրի հետ միասին խոսելու ենք հենց այս թեմայի շուրջ, իսկ մինչ բուն թեմային անցնելը եւ մեր հյուրին ներկայացնելը առաջարկում եմ դիտենք տեսահոլովակ, վերադառնանք եւ շարունակենք եթերը։ Մենք վերադարձանք սիրելի հեռուստադիտողներ եւ հիշեցնեմ, որ այսօր նշվում է Դաունի միջազգային համաշխարհային օրը եւ ինչպես ներկայացրեցի, արդեն խոսելու ենք հենց այս թեմայի շուրջ եւ մեր հյուրին ներկայացնեմ Մարիամ Մեհրաբյան, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ։ Բարև ձեզ։ Բարի լույս։ Շնորհակալ ենք մեր հրավերը ընդունելու համար։ Ես միշտ սիրով գալիս եմ Կոտայքի մարզային TV Բարի լույս հաղորդմանը հատկապես։ Իսկ ինչ բուն թեմային ասել, հետաքրքիր է իմանալ ինչպես են սկսվում ձեր առավոտները։ Շատ լավ հարց է, որովհետև իմ առավոտները միշտ սկսվում են շատ շուտ, վազքով, բայց շատ պլանավորված եւ կազմակերպված, որով էլ որ օրվա մեջ հասցնում եմ անել շատ բան, որտեվ ինձ ամենահաճախ տրվող հարցն է. ինչպես եք այդ ամենը հասցնում։ Առավոտյան արթնանալիս, եթե ոնց որ բոլորը վազում են միանգամից սուրճին կամ մարդկանց մեծամասնությունը, ես արթնացնում եմ իմ երեխաներին, նրանց ճանապարհում եմ եւ երևի իմ օրը արդեն սկսվում է 8:30-ից, որտեղ որ արդեն սկսվում են իմ առցանց հանդիպումները, հիմնականում առավոտյան ժամը 9-ից արդեն իմ աշխատանքը սկսվում է եւ տանից։ Մինչև 10:30-11-ը արդեն սկսվում է տեղում հանդիպումները եւ այդպես ամբողջ օրվա ընթացքում։ Օրինակ այսօր շատ գեղեցիկ է սկսվել, առավոտ շուտ արդեն գարնանային արձակուրդներ են եւ մեր տանը բնականաբար այդ արձակուրդները նույնպես ներխուժել են, ես երեխաներին կազմակերպեցի եւ վազելով եկա ձեզ մոտ, շատ հաճելի լավ եղանակ էր, ճանապարհը ազատ վայելելով եկա իմ սիրելի Բարի լույս։ Շատ լավ, հիմա անդրադառնանք արդեն թեմային, ինչպես Դաունի համախտանիշի իրազեկումը մեր Հայաստանում, ինչպես է իրականացվում եւ մարդիկ արդեն ինչպես են վերաբերվում նման երեխաներին, փոխվել է կարծիքը հասարակության մեջ։ Իրականում այսօր երբ ես զանգով տեղեկացա, որ Դաունի համախտանիշի միջազգային օրվա շրջանակներում քննարկելու ենք մեր արև բալիկներին, դա ինձ նույնպես մոտիվացրեց, որ ես պարտադիր պետք է այստեղ լինեմ։ Վերջին տարիներին իրազեկումը, մոտեցումները բավականին լավացել են։ Նույնիսկ մայրաքաղաքում կարող եք տեսնել պոստերներ, որ այսօր Դաունի համախտանիշով բալիկների նվիրված միջազգային օրն է եւ եթե կա միջազգային օր նշանակում է լուսավորչական եւ մոտեցումների դեռ զարգացման բնականաբար շատ տեղեր ունենք։ Ես կասեի մոտեցումները բավականին փոխվել է դպրոցներում, որտեղ ուսուցիչները նույնպես ավելի իրազեկ դարձան, քան նախկին տասնամյակներում էին։ Եվ իրականում որևէ մոտեցման հարց չկա։ Դաունի համախտանիշը հենց ինքը ես պատահական չասեցի, արև բալիկների մասն է։ Միայն պետք է այս բառը հիշել։ Դաունի համախտանիշ եւ արև երեխաներ։ Չափազանց ջերմ, էմոցիոնալ, աշխարհը ավելի լավը դարձնող երեխաներ են այն բալիկները, ովքեր ունեն Դաունի համախտանիշ։ Պարզապես պետք է հասարակության ուշադրությունը։ Պետք չեն տարբեր հայացքներ, որ երեխաները տարբեր են։ Պետք են այնպիսի ժպիտով մոտեցումներ, որպիսի երեխաների սոցիալիզացիան, ինտեգրումը 1-3 ավելի հեշտ լինի, որտեղ եթե նախկին ժամանակներն ենք քննարկում, ապա բավական չէ ծնողը ուներ այդ խնդիրը ընդունման, հասարակությունը ավելի բարդացնում էր իր խավարային մոտեցումներով, որովհետև նրանց համար ստանդարտից տարբեր ցանկացած երևույթ, ոչ միայն Դաունի համախտանիշը, արդեն քննարկման, պիտակավորման, խետ հայացքների ուրեմն առիթ էր։ Այսօր ոչ, այսօր մեր համայնքը բնականաբար երևի առաջին հերթին հոգեբանների համայնքը, հատուկ մանկավարժության ոլորտը, մոտեցումների համար շատ է աշխատել, ջանք ու եռանդ չենք խնայել, որ
այդ գրկախառնությունը լինի մեր բալիկների հետ, որովհետև նրանք հետագայում, օրինակ եթե եղել եք Գյումրիում, այնտեղ ունենք նույնիսկ սրճարան, որտեղ որ շեշտը դրված է, որ պետք է աշխատեն հենց տարբերվող մարդիկ, միայն տարբերվող, ավելի յուրահատուկ մարդիկ, որովհետև նրանց մոտեցումները կյանքի հանդեպ չես համեմատի, օրինակ սառը եւ անտարբեր, բայց ոչ տարբերվող մարդկանց հետ։ Իսկ այս ընթացքում որպես հոգեբան ինչ եք նկատում նրանք եթե երեխաները դիմում են ծնողների հետ, ինչ հիմնական կոմպլեքսներ ունեն, ինչ հիմնական խնդիրներ ունեն, ինչպես են ներգրավում հասարակության մեջ նրանք։ Դե իրականում մեզ դիմում է ծնողը, երեխան այդ իրավասությունը բնականաբար չունի, ուղղորդվում է դպրոցի կողմից կամ թիմային աշխատանքի համար են մեզ դիմում, թիվը փոքր չէ մեզ դիմելիության, եւ կասեմ, որ առաջին խնդիրը ծնողի կողմից ընդունումն է, որովհետեւ այդ նույն ծնողը դեռ դպրոցում չի ստացել այդ գիտելիքը, թե ինչ է դա ունի համախտանիշը, եւ երբ որ առերեսվել է, առաջին հերթին վախ եւ մերժում է առաջացել, քան ընդունում, որ որևէ խնդիր չկա չընդունելու, որտեվ ինքը ունենալու է ամենալուսավորի հետ ապրելու հնարավորությունը։ Իսկապես, հատկապես դա ունի համախտանիշի դեպքում կարելի է անընդհատ խոսել դրական էմոցիաների մասին։ Շատ ջերմություն տվող երեխաներ են։ Երեխաների մասով դե բնականաբար պետք է առաջին շեշտը դնել զարգացման աստիճանը պահպանելու եւ առաջ տանելու վրա, որովհետեւ առաջին հերթին նրանց պետք է ուղեկցել, նրանց պետք է աջակցել եւ ծնողի հետ համատեղ աշխատանքը, երբ ծնողի կողմից մերժում չկա եւ կանթունում, մենք հաջողում ենք։ Իսկ ծնողի հիմնական առաջին ռեակցիան, երբ որ նա իմանում է, որ երեխան արդեն ունի նման խնդիր, ինչ է լինում եւ դուք որպես հոգեբան ինչպես այո, իսկ հոգեբանները հիմնականում ինչպես են աշխատում ծնողների հետ։ Այնպես ինչպես մենք հիմա զրուցեցինք, այլ տարբերվող մոտեցումներ չկան։ Առաջինը պետք է բարձրաձայնել ինչ է դա ունի համախտանիշը, որտեղ չիմացությունը ծնում է վախ։ Երկրորդը պետք է խոսել հեռանկարային զարգացման տեսլականի մասին, թե ինչպես է զարգանալու համախտանիշ ունեցող բալիկը։ Երրորդը պետք է կարևորել ծնողի սերը, ջերմությունը, ընդունումը եւ սեփական երեխային ճանաչելը։ Եվ բնականաբար 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ կետերը պետք է լինի միայն սիրո եւ ընդունման մասին։ Շատ լավ, իսկ ինչ է կարծում, այս խնդիրը ունի ժառանգական բնույթ, թե հնարավոր է նաեւ դրա կարիք ժառանգականությամբ չի պայմանավորված։ Իրականում տեսեք, տեսությունները չեն ժխտում ժառանգական գործոնը, բայց ես կարծում եմ, որ գիտության զարգացմանը զուգընթաց մենք դեռ բազմաթիվ բացահայտումների տեղ եւ կարիք ունենք։ Բնականաբար գիտենք ինչքան կարևոր է ներարգանդային կյանքում հետևել, սկրինինգային հետազոտություններ անցնել ժամանակին եւ պլանավորված հղիությունների ժամանակ բաց չթողնել բժիշկ մասնագետի, բժիշկ գենետիկի բոլոր խորհուրդները։ Եթե ժառանգական հիմքն են քննարկում, բնականաբար այդ մասին ավելի ընդգրկուն եւ լայնածավալ կխոսեն գենետիկները, բայց որևէ բան ժխտված չէ այս ոլորտում եւ զարգացման տեղ միշտ կա։ Իսկ դա ունի համախտանիշ ունեցող երեխաների հետ միայն պետք է աշխատեն հոգեբանները, թե նաեւ ինչ մասնագետներ։ Ես արդեն իմ խոսքում նշեցի, որ համախտանիշ ունեցող բալիկների դեպքում եւ ոչ միայն դա ունի համախտանիշ ունեցող բալիկների դեպքում պետք է աշխատել թիմային եւ խոսքի զարգացման ուղղությամբ, եւ վարքի ուղղությամբ, եւ առհասարակ ինքնասպասարկման, ինքնաներկայացման ուղղությամբ եւ թիմային աշխատանքը մշտապես իմ խորհուրդն է, կապը պետք է պահի ուսումնական հաստատության հետ, լինի մանկապարտեզ, նախադպրոցական ուսումնական հաստատություն, թե լինի դպրոց եւ պարտադիր է, որ դա ունի համախտանիշով երեխային դեռահասությունից սկսած սոցիալիզացնել եւ տալ հմտություններ ապրելու, որովհետև մինչև հասնենք հասարակության այն աստիճանին, որ նրանք լինեն լիարժեք ընդունված, ես այդ վախը ունեմ, որ շատ շերտերում ընդունված է, բայց որոշ շերտերում դեռ կա վախը, որովհետև արտաքինից նրանք տարբերվում են եւ մինչև իմ խոսքը կհասնի բոլորի սրտերին, որ պետք է վերաբերվել որպես
արև երեխաներ եւ արև մարդիկ, ապա դեռ վնասի կետը կա, որ մարդիկ կարող են նրանց վնասել իրենց վերաբերմունքով եւ չընդունելով։ Բայց փորձը ցույց տվեց, որ նրանք կարող են եւ շատ լավ սոցիալիզացվել, եւ շատ լավ աշխատել, եւ շատ լավ կրթություն ունենալ։ Դա արդեն գալիս է հասարակության այս կողմից գրկաբաց լինել համախտանիշի հանդեպ։ Իսկ ձեր կարծիքով դա ինչի հետ է կապված, երբ որ մարդիկ դեռ շարունակում են Խավարամտության։ Որովհետև դպրոցից սկսած, հարևանային հասարակությունից սկսած երեխան տարբեր է, ուրեմն պետք է հեռու մնալ։ Նույնիսկ տեսնելով երեխայի արտաքին տարբերությունը, նրանք կարող են այսպես ոնց ասեմ, սնահավատական ասել, որ շփումը կարծես թե դա վիրուս է, կարող են վարակվել եւ այսպես իրենց հեռու են պահում եւ այդպես է սիրտն ու հոգին կոշտանում ու քարանում, որովհետեւ եթե խավարամտությունը հաղթահարենք, կլինի լույսը, իսկ լույսը նշանակում է մոտ լինել լույսին, իսկ այս դեպքում լույսը մերժող մարդը չէ, լույսը դա ունի համախտանիշով երեխան է։ Իսկ որպես հոգեբան դուք ինչ հիմնական մոտեցումներ եք առաջարկում եւ երեխաներին եւ ծնողներին, ինչ սեանսներ են անցնում նրանք։ Թիմային աշխատանքի մեջ բնականաբար ամբողջը ծրագրային աշխատանքն է զարգացման աստիճանի աճին ուղղված։ Իսկ ինչ վերաբերվում է թե ինչ աշխատանքներ են անցնում, կարելի է առանձնացնել բնականաբար արտ-թերապիայի, ես ասում 101 ուղղությունները։ Նկարչաթերապիան, ավազաթերապիան, կավաթերապիան, ամբողջը իրականում նաև նախատեսել ենք մարտի 29-ին մեր նոր նախաձեռնությանը, մեր կենտրոնը գալիս է Կոտայքի մարզ եւ հուսով եմ, որ դուք գրկաբաց կընդունեք մեր հոգեբանական ծառայությունները եւ այնտեղ որտեղ որ բոլոր բալիկները կունենան իրենց ուրույն տեղը, բոլոր ծնողները կստանան գրագետ մոտեցումներ եւ արտ-թերապիան լինելու է հատկապես մանկան բաժնում շեշտադրված։ Հիանալի մասնագիտական կազմ է վերապատրաստվել մեր զինանոցում, որոնց որ հնարություն կունենաք մարտի 29-ին ծանոթանալու մեր Կոտայքի մարզի մասնաճյուղում, քաղաք Բյուրեղավան։ Նաև հետաքրքիր երեխաները, որքան ժամանակ պետք է նման խնդիր ունեցող երեխաները, որքան ժամանակ պետք է այցելել հոգեբանին, անընդմեջ մինչև կյանքի վերջ, թե կա կոնկրետ ժամանակահատված։ Այսպես թե այնպես հոգեբանի այցը որևէ կետում չես կարող դադարեցնել, եթե կա կարիքը կամ մեր ծառայությունը։ Բայց կոնկրետ Դաունի համախտանիշի դեպքում ամեն ինչ կախված է հետազոտությունից։ Նայած երեխայի մոտ իմացական որ ոլորտը ավելի կարիք ունի ուշադրության։ Աշխատանքները կարող են լինել 6 ամիս, 18 ամիս, 32 ամիս եւ ուղեկցել այո մինչեւ դպրոցը ավարտել ու դա չի նշանակում դասական պերմանենտ աշխատանք, կարող է շատ հաճախ լավ արդյունքի դեպքում, ծնողի հետ լավ համագործակցության դեպքում օրինակ 3 ամիսը մեկ հանդիպում լինի շտկելու այն ինչը որ մի փոքր ուշադրությունից դուրս էր մնացել։ Իսկ ինչ եք նկատում, որքանով է Հայաստանում նման երեխաների թիվը ավելացել է թե ավելի պակասել է, ինչ եք նկատում։ Չէ, միանշանակ որքան որ գնում ենք հատկապես մարզային բացահայտումներին, թիվը ավելանում է։ Թվի պակաս, եթե նախկինում չի հետազոտվել եւ չի գրանցվել, չի նշանակում, որ նախկինում չեն եղել այս բալիկները, նաև աուտիստիկ սպեկտրն է այստեղ շատ հետաքրքրական։ Այսօր դա նաև շատ լավ մշակույթ է, որ ներդրվեց գնահատման կենտրոնը։ Գնահատումից մենք արդեն ունենք շատ բացահայտված երեխաներ, որոնք որ բացահայտվելուց հնարավորություն ունեն ստանալ մասնագիտական աջակցություն։ Իսկ դպրոցներում նրանք հիմնականում ներառական կրթություն են ստանում։ Իսկ հնարավոր է, որ այնպիսի երեխաներ լինեն, որ կարիք չունենան ներառական կրթության։ Դա իհարկե կապված է կրկին նշեմ իմացական ոլորտի զարգացման աստիճանից։ Ես եթե փորձեմ մեր փորձից մեջ բերել, եղել է, որ ներառումից հետո շատ լավ արդյունքի դեպքում նաև հնարավորություն է եղել, որպեսզի էլ ներառման կարիք չլինի եւ երեխան հաղթահարի սովորական կուրսը։ Չէ՞ որ ներառելը նշանակում է բացի մասնագիտական թիմի հետ աշխատելուց, նաև ուսումնական նյութի ավելի թեթև տարբերակ, որպեսզի երեխան հաղթահարի, այսինքն գրաճանաչության, տառաճանաչության, այստեղ ամենակարևորը շփման դաշտը հաղթահարելն է, գոնե թե մեր ոլորտում մենք ավելի գնում ենք այդ ուղղությամբ։
Նաև ամփոփելով թեման, ձեր կոչը, որ ժողովրդին ինչպես խթանել համերաշխությունը եւ նման մարդկանց կապ չունի դա ունի, նման հաշմանդամություն կամ նման խնդիր ունեցող մարդկանց վերաբերվել ոչ թե խղճահարությամբ, այլ հենց լիարժեք, այո, ես իմ խոսքը կձևակերպեմ հետեւյալ կերպ, որ սիրելի մարդիկ, կարողացեք լինել հանդուրժող այն բոլոր մարդկանց հանդեպ, ովքեր տարբեր են ձեզանից, որովհետև տարբերությունը եւ տարբերությունների գիտակցումն ու ընդունումը զարգացման հիմքն է։ Եթե ուզում ենք ունենալ զարգացած հասարակություն, շատ կարևոր է, որ հասարակության բոլոր անդամները ընդունված եւ ինտեգրված լինեն մեր բոլորի հարաբերությունների մեջ։ Այդ ամենը նաև վերաբերում է մեզ, որտեղ ես միշտ ասում եմ, որ կային ժամանակներ, որ հոգեբանի մշակույթը այս աստիճան ընդունված չէր, բայց լավ աշխատանքի դեպքում, լավ մոտեցման դեպքում, դրական եւ ճիշտ արդյունավետության դեպքում ընդունվեց եւ մշակույթը առաջ է գնում։ Թող որ այսպես լինի նաև բոլոր այն ոլորտներում, որտեղ որ դրա կարիքը կա։ Նաև իմ մոտ եւս մեկ հարց առաջացավ, քանի որ այս ոլորտն է շատ զարգացած հոգեբանության, ծնողները ինչպես հասկանան եւ ճիշտ ուղղորդեն երեխաներին ճիշտ հոգեբանի մոտ տանելու համար։ Միայն բարձրագույն կրթությունը բավարար է, որ իրենց կոչեն հոգեբան մասնագետները։ Բավականին ինտրիգային հարց էր, կոչելը ես իհարկե կթողնեմ պատասխանատուներին, որովհետև ոլորտը կարիք ունի վերահսկման եւ պատասխանատու օղակների ստեղծման։ Ես ավելի հարցի պատասխանը կթողեի պատասխանատուներին, բայց իմ կարծիքով, քանի որ շատ մեծ թիմ եմ ղեկավարում եւ մարզային մասնաճյուղերի զարգացման մեջ շատ մեծ ներդրում ունեմ եւ ամենաշատ մասնաճյուղեր ունեցող թիմն է մեր կենտրոնի թիմը, այս դեպքում կասեի, որ մենք օրինակ շատ մեծ ուշադրություն ենք դարձնում հետբուհական վերապատրաստումներին։ Դիպլոմավորված մասնագետը, քանի որ ես նաև բուհում եմ դասավանդում, դասավանդման ընթացքում դեռ հոգեբանության այբուբենին է մոտենում։ Իսկ եթե նա օրինակ պետք է գնա աշխատելու հատուկ ոլորտում, թեմայից չհեռանալով, նա խնդրում է աշխատել, դա ունի համախտանիշ ունեցող բալիկների հետ, ապա պարտադիր է միջազգային փորձի տիրապետումը, ժամանակակից մեթոդաբանության հետ աշխատանքը եւ հետբուհական վերապատրաստումները։ Օրինակ մենք այդ հարցը արդեն 7 տարի լուծել ենք եւ դրա համար մեր թիմում աշխատող մասնագետները իրենց կոչելու խնդիր չունեն, եթե մեր թիմում են, ուրեմն այդ վերապատրաստումների շրջանակներում որպես նեղ մասնագետ են աշխատում եւ բարոյաթիկական սկզբունքները պահելով կրում են այդ բարձր ուղենիշը։ Շատ շնորհակալ ենք հետաքրքիր բովանդակալի զրույցի համար։ Ես եմ շնորհակալ այս պատասխանատու թեման ինձ վստահելու համար, ես սիրով դա կրեցի։ Շատ լավ, շնորհակալ ենք։ Սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ այսօր զրուցում էինք Մարիամ Մերաբյանի հետ, ով հոգեբանական գիտությունների թեկնածու դոցենտ էր։ Իսկ այս պահին մեզ մոտ երաժշտական ընդմիջում է, դիտենք տեսահոլովակ եւ կշարունակենք եթերը։ Բալկանյան թերակղզու սրտում, այնտեղ, որտեղ արևելքը հանդիպում է արևմուտքին, կա մի երկիր, որը լի է բնության հրաշքներով, եւ դա Սերբիան է։ Մի վայր, որտեղ հնագույն քաղաքակրթության հետքերը ներդաշնակորեն համադրվում են ժամանակակից կյանքի եռուզեռին։ Առաջարկում եմ միասին ճանապարհորդենք Սերբիայով, բացահայտենք նրա հարուստ անցյալը, գեղատեսիլ բնությունը եւ աշխույժ մշակութային կյանքը։ Սերբիա Սերբիան Եվրոպայի եւ Ասիայի միջև կամուրջ հանդիսացող հրաշալի երկիր է։ Իր մեջ համատեղում է հարուստ պատմությունը, դյութիչ բնությունը եւ հյուրասեր մարդկանց մշակույթը։ Բալկանյան թերակղզու սրտում գտնվող այս երկիրը դարեր շարունակ եղել է մշակութային եւ քաղաքական խաչմերուկ, ինչի արդյունքում ձևավորվել է յուրօրինակ ինքնություն, լի ավանդույթներով, հպարտությամբ եւ դիմացկունությամբ։ Սերբիան հազարամյակների պատմություն ունի եւ նրա հողերում կարելի է գտնել տարբեր դարաշրջանների հետքեր։ Երկրի տարածքում կան հնագույն քաղաքակրթությունների մնացորդներ, ինչպիսիք են Լեպենսկի վիրի հնագիտական պեղումները, որոնք ապացուցում են, որ այս տարածքում մարդիկ ապրել են դեռևս 8000 տարի առաջ։ Միջնադարում Սերբիան դարձավ Բալկանների հզոր թագավորություններից մեկը, ձևավորելով
իր պետությունը եւ կառուցելով այնպիսի վեհաշուկ ամրոցներ ու վանքեր, ինչպիսիք են Ստուդենցիայի վանքը եւ Վիշերգրադի հայտնի կամուրջը։ Այս վայրերն այսօր ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս են կազմում եւ վկայում են սերբ ժողովրդի հզոր հոգեվոր եւ մշակութային ավանդույթների մասին։ Սերբիայի բնությունը բացառիկ է իր բազմազանությամբ։ Դրա լեռներն ու գետերը, անտառներն ու լճերը ստեղծում են մի պատկեր, որն ապշեցնում է ցանկացած այցելուի։ Տարա ազգային պարկը համարվում է Եվրոպայի ամենագեղատեսիլ վայրերից մեկը։ Հայտնի է իր խոր կիրճերով, կարստային քարանձավներով եւ անտառներով, որտեղ դեռ ապրում են գորշ արջերը։ Դանուբ գետը, որը հոսում է Սերբիայի տարածքով, ոչ միայն երկրի տնտեսական կարևորագույն ջրային ճանապարհն է, այլև իսկական գեղարվեստական տեսարան։ Գետն անցնում է հայտնի Ջերդապի կիրճով, ստեղծելով եզակի բնապատկեր, որոնք հաճախ անվանում են Եվրոպայի Գրանդ կանյոն։ Բելգրադ քաղաքը Եվրոպայի ամենահին քաղաքներից է, որը հարյուրավոր անգամներ ավերվել ու վերածնվել է։ Այսօր այն հայտնի է եռուն էներգիայով, գիշերային կյանքով եւ պատմական հուշարձաններով։ Քաղաքի սրտում է գտնվում Կալեմ Գրանդի ամրոցը, որը վերևից նայում է Սավայի եւ Դանուբ գետերի միախառ նման վայրին, դառնալով քաղաքի խորհրդանիշ։ Բելգրադի փողոցները լի են սրճարաններով, ուր սերբերը սիրում են երկար ժամեր անցկացնել, վայելելով իրենց սուրճն ու զրույցները։ Սերբիայի խոհանոցն էլ առանձնանում է իր համեղ ուտեստներով։ Երկիրը զարգացնում է իր տնտեսությունը, խթանում զբոսաշրջությունը եւ ավելի սերտ կապեր է հաստատում եվրոպական երկրների հետ։ Այն պահպանում է իր ավանդույթները, բայց միևնույն ժամանակ ձգտում է նոր արարության, համատեղելով հինն ու նորը։ Սերբիան ոչ միայն պատմության, բնության եւ մշակույթի երկիր է, այլ նաեւ վայր, որտեղ կարելի է զգալ կյանքի իսկական բալկանյան համն ու ջերմությունը։ Իսկ հաղորդման այս հատվածը պատկանում է օգտակար խորհուրդներին եւ այսօր միասին խոսելու ենք կիվիի մասին։ Կիվին համարվում է շատ օգտակար միրգ, քանի որ պարունակում է բազմաթիվ վիտամիններ, հանքանյութեր եւ հակաօքսիդանտներ։ Հզոր վիտամինային աղբյուր է հանդիսանում։ Կիվին պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C, որը նպաստում է իմունային համակարգի ամրապնդմանը եւ պաշտպանում է օրգանիզմը վարակներից։ Մրգում առկա է վիտամին E, որը օգնում է պայքարել ազատ ռադիկալների դեմ, դանդաղացնելով ծերացման գործընթացը։ Կիվի նպաստում է նաև արյան ճնշման կարգավորմանը, նվազեցնում է վատ խոլեստերինի մակարդակը եւ բարելավում է արյան շրջանառությունը։ Կիվին պարունակում է բազմաթիվ ֆերմենտներ, որոնք օգնում են սպիտակուցների մարսմանը, ինչպես նաև հարուստ է բջջանյութով, ինչը նպաստում է աղիների առողջությանը։ Չնայած քաղցր համին, կիվին ունի ցածր գլիկեմիկ ինդեքս, ինչը նշանակում է, որ այն չի բարձրացնում արյան մեջ շաքարի մակարդակը։ Կիվին հարուստ է սերոտոնիններով, որոնք կարող են օգնել մարդկանց ավելի հեշտ քնել եւ բարելավում է քնի որակը։ Չնայած այսքան բազմաթիվ օգտակար հատկություններին, կիվին ունի նաեւ բացասական հատկություններ։ Որոշ մարդիկ կարող են ունենալ այս մրգից ալերգիկ ռեակցիա, ինչը կարող է արտահայտվել ցանով, քորով եւ կարմրությամբ։ Չափից շատ կիվի ուտելը կարող է առաջացնել նաև լուծ, ստամոքսի ցավ կամ այրոց, քանի որ պարունակում է օրգանական թթուներ։ Կիվին պետք է օգտագործել զգուշությամբ, հատկապես եթե կան մարդիկ, ովքեր ընդունում են արյունը նոսրացնող դեղեր։ Կիվին հարուստ է կալիումով, ինչը կարող է վտանգավոր լինել երիկամային խնդիրներ ունեցող մարդկանց։ Այսքան ենք նախատեսել օգտակար խորհուրդների թեմային, իսկ հիմա առաջարկում եմ ծանոթանալ Հրազդան գետի հետ։ Հրազդան գետը Հայաստանի կարևորագույն ջրային ուղղություններից մեկն է, որը ունի ոչ միայն բնական, այլև պատմամշակութային նշանակություն։ Հրազդանը ոչ միայն ջրային պաշար է ապահովում, այլև պատմության ընթացքում նպաստել է քաղաքի զարգացմանը, դառնալով էներգետիկայի և գյուղատնտեսության կարևոր ուղղություններից մեկը։ Իսկ հիմա առաջարկում եմ ծանոթանալ այս հրաշագեղ գետի պատմության հետ։
Հրազդան գետը կամ Զանգուն սկիզբ է առնում Սևանա լճից, հոսում է հարավ-արևմտյան ընդհանուր ուղղությամբ, անցնում է Գեղարքունիքի, Կոտայքի մարզերով, Երևան քաղաքով, Արարատի մարզով եւ ծովի մակարդակից 820 մետր բարձրության վրա թափվում Արաքս։ Ունի 141 կիլոմետր երկարություն։ Ավազանի մակերեսը 2650 կիլոմետր քառակուսի է։ Այն ոչ միայն կարևոր բնական համակարգ է, այլև պատմական եւ մշակութային նշանակություն ունեցող գետ, որը դարերի ընթացքում ձևավորել է Հայաստանի բնապատկերն ու տնտեսությունը։ Հրազդանի վրա կառուցվել են Սևանի, Հրազդանի, Արզնի, Քանաքեռի, Երևանի հեկերը, մի շարք ջրանցքներ եւ Երևանյան լիճը։ Դեռևս հին քարի դարից սկսած գետի ափերը բնակեցված են եղել ուրարտական ժամանակներում եւ միջնադարում Հրազդանից անցկացվել են մի քանի ջրանցքներ։ Հրազդան գետը առանձնանում է իր բարձր ժայռերով, կանաչապատ լանջերով եւ գեղատեսիլ կամուրջներով։ Հրազդան գետը շարունակում է մնալ Երևանի եւ Հայաստանի կարևորագույն ջրային աղբյուրներից մեկը։ Վերջին տարիներին իրականացվում են ծրագրեր գետի մաքրման, կանաչապատման եւ զբոսաշրջային ներուժի վերականգնման ուղղությամբ։ Այս գետը ոչ միայն պատմության վկան է, այլև ապագայի կարևոր երաշխիքը իր ջրերով, գեղեցկությամբ եւ կյանքի շարունակական շարժումով։ Հրազդանը եղել է, մնում է Հայաստանի անփոխարինելի գետը, որը պահպանում է իր կարևորությունը սերունդների համար։ Իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, այսօրվա համար նախատեսել էինք այսքանը։ Շատ ուրախ եւ շնորհակալ եմ, որ առավոտը սկսեցիք մեզ հետ Կոտայք TV-ի եթերում։ Ձեզ մաղթում եմ հաճելի հանգստյան օրեր, իսկ մենք արդեն կհանդիպենք երկուշաբթի, իհարկե, Կոտայք TV-ի եթերում։